Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հանդիպել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցերը Ադրբեջան եւ նրա հանդիպումները պետության ղեկավարի եւ առաջին տիկնոջ հետ։ Անդրադարձ է կատարվել մեր երկրում տիրող բազմամշակութային միջավայրի թեմային եւ ընդգծվել է, որ Ադրբեջանում տարբեր կրոնների ներկայացուցիչները ապրում են խաղաղության եւ ներդաշնակության մեջ։ Այս համատեքստում նշվել է մեր երկրում ուղղափառ քրիստոնեական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը եւ նշվել է, որ այս համայնքի ներկայացուցիչները նույնպես արժանիորեն ներկայացված են Ադրբեջանի հասարակական, քաղաքական եւ մշակութային կյանքում։ Զեկուցվել է, որ կրոնական հանդուրժողականության ապահովումը լինելով պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, տարիներ շարունակ եղել է նաև մեր ժողովրդի կենսակերպը։ Այնուհետև Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ եւ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևային է հանձնել ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Օլգայի հավասար առաքյալների առաջին աստիճանի իշխանանշանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ։ Մեր երկրների քաղաքացիները նշելով այս տարեդարձը հարգանքի տուրք են մատուցում նրանց հիշատակին, ովքեր չխնայելով ոչ ջանք, ոչ կյանք, մարտի դաշտում եւ թիկունքում մոտեցրին հաղթանակը նացիստական զավթիչների նկատմամբ։ Վստահ եմ, որ այդ դժվար տարիներին ամրապնդված բարեկամության եւ փողօգնության փառահեղ ավանդույթները կշարունակեն ծառայել որպես հուսալի հիմք Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։ Խնդրում եմ ձեզ ադրբեջանական հողում ապրող բոլոր վետերաններին փոխանցել իմ անկեղծ երախտագիտությունը, սրտան շնորհավորանքները, առողջության, բարգավաճման եւ երկարակեցության մաղթանքները, ասվում է Պուտինի նամակում։ Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ եւ ակնկալում հստակ բացատրություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով ադրբեջանցի պատգամավորի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելը։ Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հետ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել, ասված է հաղորդագրությունում։ Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել։ Նրա մուտքը Ռուսաստանի Դաշնության արգելվել է։ Ամենայն հավանականությամբ ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին ծեւ ցուցակում է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար։ Բադամովը, որը ռուսական կողմի հրավերով պաշտոնական պատվիրակության կազմում պետք է մեկներ Աստրախան, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում։ Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան։ Ներկայումս նա վերադարձել է Բաքու։ Չնայած բազմիցս դիմումներին Հայաստանը չի կատարում միջազգային իրավունքի համաձայն իր պարտավորությունները եւ ավելի քան 30 տարի խուսափում է Ադրբեջանին գերիների անհետ կորած եւ պատանդ վերցված անձանց մասին տեղեկատվություն տրամադրելուց։ Այս մասին ասվում է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի կողմից Շուշայում եւ Խոջալույում զանգվածային գերեզմանների հայտնաբերման կապակցությամբ տարածված տեղեկատվության մեջ։ Օմբուդսմենը նշել է, որ ապրիլին օկուպացիայից ազատագրված Շուշա քաղաքի մոտակայքում եւ Ասկերան Խոջալու ճանապարհին հայտնաբերվել են 2 զանգվածային գերեզմաններ։ Ենթադրվում է, որ գտնված մնացորդները պատկանում են քաղաքացիական անձանց։ Նրա խոսքով մնացորդների վրա բռնության հետքերը հաստատում են, որ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել ադրբեջանական բնակչության նկատմամբ։
Առաջին Ղարաբաղյան պատերազմից ի վեր անհետ կորած քաղաքացիական անձած մնացորդներ, ինչպես նաև հնարավոր կտանքների ապացույցներ են հայտնաբերվել ադրբեջանական Շուշա եւ Խոջալու քաղաքներում հայտնաբերված զանգվածային գերեզմաներում։ Այս մասին ասվում է Евronewс հեռուստալիքի կայքում հրապարակված նյութում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ Ղարաբաղի տարածաշրջանում հայտնաբերվել է 2 զանգվածային գերեզմաններ, մեկը Շուշա քաղաքի մոտ, մյուսը Խոջալուի մոտակայքում։ Ենթադրվում է, որ գերեզմաններում թաղված են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած խաղաղ բնակիչների մնացորդները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցը Ադրբեջան, որը նախատեսված էր մայիսի 7-ից 11-ը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ինչպես հաղորդում է The Times of Israel թերթը, այս մասին հայտնել է վարչապետի գրասենյակը։ Գազայի հատվածում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև քաղաքական միջոցառումների եւ անվտանգության միջոցառումների խիտ ժամանակացույցի լույսի ներքո Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցը Ադրբեջան։ Վարչապետը շնորհակալություն է հայտնում նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար եւ գնահատում է երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները, ասվում է հայտարարության մեջ։ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը ելույթ ունենալով Technofest 2025 փառատոնում ասել է, որ այս միջոցառման շնորհիվ 100,000-ավոր կիպրոսի թուրքեր ականատես են եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի նվաճումներին։ Նրա խոսքով Technofest-ը միայն ավիացիային տիեզերքին եւ տեխնոլոգիաներին նվիրված փառատոն չէ, որը կարող է որոշել Թուրքիայի տեխնոլոգիական ապագան։ Այն նաև կարևոր հարթակ է, որը միավորում է երիտասարդներին, գիտության եւ տեխնոլոգիայի մասնագետներին, ոգեշնչելով նրանց եւ կառուցելով վստահություն ապագայի նկատմամբ։ Թաթարը ընդգծել է փառատոնը Ադրբեջանում անցկացնելու հատուկ նշանակությունը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։